Արդյոք որևէ մի երկրի ղեկավար կամ մասնագետներ, նաև պատմաբաններ երբևէ խոսել են այն մասին, որ կա ոչ իրական արաբական աշխարհ եւ իրական արաբական աշխարհ այսօրվա 20 քանի պետություններով հանդերձ, կամ ֆրանսիացի պատմաբան որևէ մեկը կամ քաղաքական գործիչ կասեր, որ եղել է իրական Ֆրանսիա, որ այսօր կա իր տարածքով հանդերձ Ֆրանսիայի Հանրապետության տարածքը, եւ Նապոլեոն Բոնապարտ չի եղել, որտեվ դա ոչ իրական Ֆրանսիայի պատմությունն է, կամ չգիտեմ, հույները չխոսեն Ալեքսանդր Մակեդոնացու մասին, որովհետեւ նրա տարածքը կայսրության հասնում էր ընդհուպ մինչեւ Հնդկաստան։ Ուրեմն սա ոչ իրական Հունաստանն էր։ Բոլոր ժողովուրդների պատմության մեջ սահմանների մշտական փոփոխություններ են եղել է բուն հայրենիք, հայկական լեռնաշխարհ իր 400,000 քառակուսի կիլոմետրով հանդերձ, ճակատագրի բերումով, լինելով խաչմերուկներում, մենք անընդհատ ոտնատակ ենք գնացել տարբեր նվաճողների կողմից եւ Հայաստանը նվաղել, փոքրացել եւ դարձել է 29,743,000 քառակուսի կիլոմետր դժբախտաբար։ Հիմա մենք պետք է զգուշանանք այդ Հայաստանը պահպանելու համար, չխոսենք մյուս Հայաստանի, իրական Հայաստանի մասին, երբ աշխարհն է մեր մասին խոսում, աշխարհի քարտեզներն են խոսում, տասնյակ եւ հարյուրավոր քարտեզներ տպագրեցինք մենք եւ հազարավոր քարտեզներ կան աշխարհի երեսին, որտեղ պարզ տարբեր լեզուներով արամերենից սկսած մինչև հունարեն ու լատիներենով ավարտած կամ արաբերենով Էրմենիստան, Արմենիա մայոր, Արմենիա մինոր, ուրեմն իրական Հայաստանը միայն նշանակում է այս Հայաստանը եւ սրանով պիտի պարփակվենք, ընդհակառակը պիտի աշխարհին հիշեցնենք, որ մենք հզոր հայրենիք ենք ունեցել եւ իրերի բերումով այն կորցրել ենք